Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հուլիսի 23 Նրանց մեղքերն ու նրանց անօրենությունները այլևս չեմ հիշելու Եբրայեցիս 10-րդ գլուխ 17-րդ խոսք Այս շնորհալի ուխտի համաձայն Տերը իր ժողովրդի հետ վարվում է այնպես, ասես նրանք երբեք մեղք գործած չլինեն Գործնականում նա մոռանում է նրանց բոլոր հանցանքները Ամեն տեսակ մեղքերի հետ նա վարվում է այնպես, ասես դրանք երբեք գոյություն չեն ունեցել, ասես դրանք ամբողջովին ջնջված լինեն իր հիշողությունից։ Սա շնորհի հրաշքն է։ Այստեղ Աստված անում է այն, ինչը որոշ առումներով անհնար էր իր համար։ Նրա ողորմությունը այնպիսի հրաշքներ է գործում, որոնք անհամեմատ գերազանցում են բոլոր մյուս հրաշքներին։ Մեր Աստվածն այլևս հաշվի չի առնում մեր մեղքը, քանզի Տեր Հիսուսի զոհաբերությունը հաստատել է այդ ուխտը։ Մենք կարող ենք ուրախանալ նրանով, առանց վախենալու, որ նա մեր անօրենությունների պատճառով կբարկանա մեզ վրա։ Նա մեզ իր զավակների շարքն է դասում, ընդունում է մեզ որպես արդարներ, հաճույք է գտնում մեզանում, ասես մենք կատարելապես սուրբ լինենք։ Նա նույնիսկ վստահության դիրքեր է հանձնում մեզ դարձնում իր պատվի պահապաններ, իր թագի գանձերի հոգաբարձուներ, ավետարանի տնտեսներ։ Նա մեզ արժանի է համարում և ծառայություն է վստահում մեզ։ Սա ամենաբարձր և ամենահատուկ ապացույցն է, որ նա այլևս չի հիշում մեր մեղքերը։ Նույնիսկ երբ մենք ներում ենք մեր թշնամուն, շատ դանդաղ ենք կրկին վստահում նրան, որովհետև դա անխոհեմ ենք համարում։ Սակայն Տերը մոռանում է մեր մեղքերը և մեզ հետ վարվում է այնպես, ասես մենք երբեք սխալված չլինենք։ Ինչ հիասքանչ խոստում է սա, ով հոգի, հավատքով ընդունիր այն և ցնծա նրանով։